Նիկոլ Փաշինյան, խնդրեմ պարոն Փաշինյան։ Երեք շնորհակալություն տիկնակ եւ պարոնակ, երեք սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումները ամփոփելիս հանձնաժողովի նախագահ հոգոց հանեց եւ ասաց, որ լավ կլիներ այս նախագիծը չբերվեր, որովհետեւ այն ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան թե հարցեր լուծում։ Խնդիրներից ամենակարևորը պետական պաշտոնյաների վարձատրությամբ ամբողջ աստիճանակարգը խորհրդանական մեծամասնության եւ կառավարության իշխանության հպարտությունը իրարից ընկնում է, այսպես ասած խաղահանալինում։ Հիմա ինչա փոխվում իրականում։ Փոխվում է հետեւյալը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար բառակապակցությունից նախարար բառը հանվում, մնացած ամեն ինչը մնում է։ Նախարարական աշխատավարձ ստանում, նախարարական աշխատակազմ ուղնի, նախարարական օգնականներ, խորհրդական, ամեն ինչ, այսինքն փոխվում է բացառապես նախարար բառը հանվելը։ Եվ այստեղ լավ էր, որ Խաչաձև հարցաքննություններից հետո ի վերջո զեկուցողները եկան եւ խոստովանեցին, որ քաղաքականության հետ առնչություն ունի այս պատմությունը։ Եվ ինչքան ուզում ենք իմանալ լավ ի վերջո ում եւ ինչպես է խանգարում այդ բառակապակցությունը, ոչ մի պատասխան մինչեւ հիմա չենք ստանում եւ հետեւաբար սկսում ենք մտածել սրա խորքային քաղաքական պատճառների մասին։ Շտապ եմ անել մի այսպիսի եզրակացություն եւ հետեւություն։ Սա խորապես կախված է այն քաղաքական турբուլենտ շրջանի հետ, որ մենք ունենալու ենք առաջիկա 10 ամսվա ընթացքում, այսինքն տեղի է ունենալու իշխանության տրանսֆորմացիայի կամ վերարտադրության մի process։ Կա երկու սուբյեկտ ըստ էության, որ հավակնում են 2018 թվականից հետո ստանձնել պետական իշխանությունը վարչապետի կարգավիճակով։ Մեկը Սերժ Սարգսյանն է, մյուսը Կարեն Կարապետյանն։ Այս երկու բևեռների միջև սկսվելու է որոշակի մրցապայքար իշխանությունը ստանձնելու համար։ Եվ քանի որ կան մամուլում էլ տեղեկություններ, որ հենց այս փուլում նախարարների նշանակման հարցում Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանի միջև մթնոլորտ այդքան էլ խաղաղ չի եղել, խնդիրը եկել եւ այդ կոնֆլիկտը խորքային, որը դեռ տեն չի արտահայտվում, եկել կենտրոնացել է այս աշխատակազմի ղեկավարի վրա։ Որովհետեւ եթե նախարար լիներ դրա նշանակման հարցում պետք է Սերժ Սարգսյանի դերակատարում մեծ լիներ, նա պետք է ստորագրեր հրամանագիրը, իր խոսքը պետք է ասեր, իսկ վարչապետը բնականաբար կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նախարար թեկուզ գծով նախընտրում է ունենալ սեփական մարդուն, որովհետև դա հենց իր տիրույթում գտնվող պաշտոն է։ Եվ քանի որ նախարարի հարցում համաձայնություն հնարավոր չի եղել ձեռք բերել, ըստ էության եւ հակասությունների պոտենցիալ է եղել, որոշել են նախարար բառը հանել եւ այս փուլում կնքել զինադադար։ Շնորհակալ եմ։